Բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին կտրամադրվի ՀԴՄ կտրոն եւ ամբողջ տեղեկատվությունը կհավաքագրվի Արմետ համակարգում։ Առաջարկը հեղինակել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը եւ քննարկման ներկայացրել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում։ Օրենքի նախագծով նախատեսվում է հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում կատարել փոփոխություն լրացումներ, որոնց համաձայն բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա եւ ծառայությունների մատուցման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով։ Եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, ապա այդ դեպքում էլ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր։ Միաժամանակ նախատեսվում է հարկային օրենսգրքի 55-րդ եւ 381-րդ հոդվածներում կատարել լրացումներ, որոնց համաձայն բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում համապատասխանաբար հարկային հաշվի եւ ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրվի նաեւ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված տվյալ ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը։ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին եւ ներկայացրել մի քանի խմբագրական փոփոխություններ, որոնք էլ ընդունվել են հեղինակների կողմից։ Սահմանային անցակետերում բեռնատարերի հերթերի պատշաճ կառավարման նպատակով կառավարությունն առաջարկում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի քան 20 կիլոմետր հեռավորության վրա նախատեսել վճարովի կայանատեղիներ։ Կգործի հերթերի կառավարման ավտոմատ էլեկտրոնային համակարգ, բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակով։ Առաջարկում ենք ՀՀ տարածքից արդեն մեկնող բեռնատարների հերթերի կառավարման համակարգներ դնել։ Նշեմ, որ հերթերի կառավարման համակարգներ դնելու մասով ուսումնասիրել ենք Եվրոմիության եւ Վրաստանի Հանրապետության կիրառվող փորձը։ Նաեւ հարցում ենք իրականացրել բեռնափոխադրմամբ զբաղվող տնտեսվարողների շրջանակներում։ Հարցմանը մասնակցել են 45 բեռնափոխադրմամբ զբաղվող սուբյեկտներ, որոնց պատասխանների համաձայն հարցվածների շուրջ 87%-ը պատասխանել է, որ հաճախ են հանդիպում հերթերի ցամաքային անցման կետերում։ Շուրջ 62%-ը պատասխանել է, որ միջինում հերթի սկզբից մինչև մաքսային կետ մուտք գործելու տևողությունը կազմում է 3 ժամ։ Կառավարության կողմից կսահմանվեն հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներին ներկայացնող պահանջները, Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով ներկայացվող դիմումի բովանդակությունը։ Մենք մաքսակետերից որոշակի հեռավորության վրա ունենալու ենք պայմանական ասած կայանատեղիներ բեռնատարների համար, դրանք լինելու են մասնավոր ընկերություններ եւ բեռնատարը մինչեւ մաքսակետ հասնել է, ինքը նախ մուտք է գործելու այդ կայանատեղի, որպեսզի այդ ճանապարհի երկայնքով հերթ չկանգնեն, այնտեղ լինելու է համապատասխան ենթակառուցված, սպասարկման պայմաններ եւ այլն, եւ հերթագրումը կատարվելու է մաքսակետի հետ այդ կայանատեղի միջոցով։ Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Ցանցային օպերատորներին կարգելվի պատերազմ, բռնություն քարոզող հաղորդումներ տարածելը, տուգանքների չափը կսահմանվի օպերատորի հասույթով պայմանավորված։ Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Օրենքն ընդունվելու դեպքում կարգելվեն տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը։ Բռնություն եւ դաժանություն քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը։ Նախագծով առաջարկվել է էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները եթեր հեռարձակել ժամը 24:00-ից մինչև 6:00-ն։ Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը,
Սույն հոդվածի առաջին մասի երկրորդ, երրորդ կետերով եւ 4-րդ մասի նախատեսված տեսարսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը, այսինքն հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, պետության հայտարարած սգո եւ հիշատակի օրերին արգելվում է հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների եւ գովազդի հեռարձակումը։ Առաջարկվող նախագծող կարգավորող պետական մարմինը կսահմանի տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները, իսկ խախտումների պարագայում հանձնաժողովը կունենա իրավական հենք որևէ սանկցիա կիրառելու համար։ Իրավախախտումների համար սահմանվել են նաև տուգանքի ձևով պատժամիջոցներ, ցանցային օպերատորի լիցենզիայի գործունեության կասեցում եւ դադարեցում։ Դատարաններում քաղաքացիական եւ վարչական գործերի քննության համար կսահմանվեն հստակ ժամկետներ կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթով դատարանները միայն պատճառաբանված որոշմամբ կարող են երկարաձգել այդ ժամկետները, բայց ոչ ավելի քան 2 անգամ։ Քաղաքացիական դատավարությունում եռամսյա, իսկ վարչական դատավարությունում 6-ամսյա ժամկետներով։ Որպես ընդհանուր կանոն սահմանվել է նաև, որ գործը քննող դատավորի կամ դատական կազմի փոփոխության դեպքում դատաքննությունը շարունակվելու է այն պահից, որտեղ ընդհատվել էր, իսկ եթե դատաքննությունն արդեն ավարտված է, ապա քննությունը վերսկսվելու է դատաքննության փուլից։ Գործի քննությունը սկզբից սկսելու տարբերակը կիրառվելու է միայն այդպիսի անհրաժեշտության դեպքում, իսկ դատավարության մասնակիցները կարող են միջնորդություններ ներկայացնել դատարանին, որպեսզի վերջինս կարողանա փոխել իր որոշումը։ Սրփուի Գալյանն ընդգծել է, որ նախագծի վերաբերյալ խոսել են դատավորների հետ, ներկայացվող ժամկետներն իրատեսական են։ Ավականու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնելով։ Այդ դեպքում ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու գործընթացը չեղարկվում է։ Օրենքի նախագիծը հեղինակել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահե Ղալումյանը։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Հայաստան խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագծին, որը հանձնաժողովում նախորդ տարվա նոյեմբերին քննարկվել էր եւ դրա մշակվելու նպատակով հեղինակի առաջարկով քվեարկությունը հետաձգվել էր։ Այն պահին, երբ Արմեդ էլեկտրոնային առողջապահության համակարգում կարձանագրվի, որ անձն ունի թմրամիջոցների կամ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված այնպիսի սահմանափակումներ, որոնք պետք է հանգեցնեն վարելու իրավունքի դադարեցմանը, ինքնաշխատ եղանակով ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրը տեղեկատվությունը կստանա առողջապահական համակարգից եւ անձի վարելու իրավունքը կդադարեցվի։ Օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Ներկայումս այդ գործընթացը տեղի ունենում յուրաքանչյուր գործողություն իրականացնելիս, այսինքն եթե անձը վարորդական վկայականը թարմացնում է, եկել է փոխանակելու, այդ պարագայում հարցում է կատարվում առողջապահական տեղեկատվական համակարգին եւ եթե հայտնաբերվում են այդ հիմքերը, նոր դադարեցում է իրականացում։ Իսկ հիմա մենք կգնանք հակառակ տրամաբանությամբ այն պահին, երբ որ առողջապահական տեղեկատվական համակարգում սահմանափակում առաջացնող տեղեկատվությունը կմուտքագրվի, ինքնաշխատ եղանակով տեղեկատվությունը կփոխանցվի ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստր եւ անձի վարելու իրավունքը կդադարեցվի։ Փոխնախարարի խոսքով 2021 թվականից մինչ օրս մեխանիկական հարցումների եղանակով դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունք։